Ժողովուրդ ջան, երկու անգամ փորձեցի մտնեմ, երկու անգամն էլ ուզեցան անջատեմ, բայց կարգավորվեց ոնց որ կամ էլ կապերից էր։ Բարի երեկո, հարազատներս, ուրեմն ինձ հետաքրքրող ու մի թեթև սենց կարելի ասել աննշան անհանգստացնող թեմայից եմ ուզում խոսամ, թե ինչ է կատարվում Էջմիածնում ընտրության հետ կապված։ Ժողովուրդ ջան, ընտրությունների հետ կապված, եթե ընտրական տեղամասում հավաքվում են, ոչ թե ընտրական տեղամասում, այլ թեկնածուի հիմնած շտաբում, երբ որ հավաքվում են, դե պարզ է, եթե ընտրությունները, տարբեր կուսակցություններ ունենում են իրանց ընտրական շտաբը։ Քանի որ ես երկար տարիներ եղել եմ ընտրական շտաբներում, մինչև անգամ վստահված անց, վերջը տեղյակ եմ ընտրական պրոցեսից, հենց այդ մասին էլ ուզում եմ խոսեմ։ Ժողովուրդ ջան, ուրեմն ուզում եմ իմանամ, Էջմիածնի ընտրատեղամասում իմ ձևով շարժում, հայ չեմ սխալվում, այդ ավանակների ամբողջի անունը, ինչքան գիտեմ, իմ ձևով շարժում է։ Իմ ձևով շարժումը ինչ է նշանակում։ Ձեր ձևով բուկլետ եք բաժանում, թե ձեր ձևով ուզում եմ իմանամ, էլի, բան եք անում, բամփասում եք այս գործող ուժից, պետական այս օղակից, որը շատ կարևոր օղակ է այս երկրում, այս ժողովրդի ներկա եւ առօրյա եւ ապագա օրերի համար, գալիք օրերի համար։ Ինչն է խնդիրը։ Ես ինքս տարբեր կուսակցություններում աշխատել եմ աշտարակի քաղաքապետարանում աշխատել եմ շտաբում, քաղաքապետարանի շտաբում աշխատել եմ, պովր էի աշխատում, կարելի ասել, վերջը օգնական եմ աշխատել, ռուպերը ձեռքիս Փաշինյանը նոր գալիս էր իշխանության հայտարարել եմ, հրապարակել եմ, որտեղ է լինելու հանդիպումը ժողովրդի հետ, սենց եղել եմ ընտրական շտաբում եւ մեծ փորձ ունեմ, բավականին մեծ փորձ, 18 թվից մինչեւ առայսօր։ Ես հələ չեմ տեսել ընտրության թեկնածուն, ինչ որ մի հատ գյուղ, փողոց, թաղամաս մտնելուց մյուսին թերագնահատի, ասենք բուկլետ բաժանելու process-ը պետքա լինի պետքա ներկայացնես դու քո առօրյան, բայց քանի որ դու քո ձևով անունն ես կնքել ու աշխատում ես քո ձևով, դա համապատասխանում է քո վերնագիրը քո ձևին, այսինքն քո ձևով, բուկլետի վրա տված չի, էլի դեբլի ձևով, բայց ես քեզ պիտակավորում եմ դեբիլի ձևով, ասենք գնում է բուկլետ բաժանելու, տեսնում է շինարարական process է տեղի ունենում Էջմիածնի էս ինչ տաղամասում, այն Էջմիածնում, որ տարիներով ապականված ավիրված էր այդ Էջմիածինը ու ոչ մեկ չէր կարում ծպտար, այդ Էջմիածնի մասին է խոսքը, այսօր հանկարծակի ինչ որ անճուճուլ տղերք են եղել, ճուճուլ են ճարել դրել վրները, հելել են Էջմիածնում բուկլետ են բաժանում, այդ լավ է, որ այդքան տղա դառակ Էջմիածնի մեջ, ասեմ ձեզ, այն ումից որ բամփասում եք Էջմիածնի մեջ ու բուկլետ եք բաժանում, ձեր այդ ազատ խոսքի իրավունքը, այդ տղամարդ չէիք, բայց տղամարդ դարձաք այդ process-ը, ձևավորել է այն մարդը, ումից որ հիմա բամփասում եք, բուկլետ բաժանելը դա չի նշանակում, որ կարաս գործող իշխանությունից բամփասես, այ հայվան, գնա բուկլետը բաժանի, այ ինչ է այդ իմ ձևով շարժման այդ ոչխարի անունը, այդ քաչալ բոմժի, ազգային ժողովում եկավ նստեց այդ թափթփուկ համակարգը, երկու բառ բացարձակապես իրար չկարեցավ կապել, այսօր Էջմիածնի փողոցներում հավաքել է տարբեր ցեղատեսակի մարդիկ, Արագածոտնն մարզից բռնած Էջմիածնի գեղերից դուրս եկած, ինչքան ապորինի բալայաններ կա, հավաքել է լցել է, սոխի դաշտերը փակվել է Մրգաստանի, ընդարկնիկ կա սոխի դաշտերից օրը 7000-ով ձեռքաբերը տարել է լցե բուկլետ բաժանելու ու բամփասում է այն իշխանությունից, որի շվաքի տակ այսօր ապրում է ու տղամարդ է, դառե կարում է Էջմիածնում բոյկոտումներ անի, այսպես ասած, ինձ այդ հարցը շատ է հետաքրքրում, դու այդքան կաս, ես քեզ գրում եմ դեմ առ դեմ, ես քեզ մեր եմ քրվում, ես քո հետի բուկլետ բաժանողները, որ անկապ կոմենտարիաներ են գրում, դրանց բոլորին կնքմեմ իմ կնքի խաչով, օրենսգրքով, իմ խաչը ամենաուժեղ խաչն է, ամենավերջի ձևով, ես իմ բառապաշարով ձեզ կնքում եմ, եթե դուք այդքան կաք,
կոսպեկտավորված որպես տղամարդ, հետ դարեք ինձ իմ աբառոտկեն ֆրացեք, ես ձեր բոլորի պատասխանը կտամ։ Եթե ես ինքս գնայի բուկլետ բաժանելու, ես ինձ կներկայացնեի իմ անելիքները ու չանելիքները կներկայացնեի։ Այն ինչ որ կամ ես իմ էությամբ ոչ թե կեթայի բուկլետ բաժանելու ու կներկայացնեի գործող իշխանությանը։ Հայվան, գործող իշխանությունը 18 թվից մինչև հիմի 3 տարի է որ սկսել է շինարարական աշխատանքներ անի, Հայաստանի Հանրապետության 99%-ը վերանորոգված է։ Հայ, գրագետ հայ մարդու համար է վերանորոգված։ Ձեր նման խեղաթուրված, շտաբից շտաբ փախնող, Սերժի Գրգից Քոչարյանի տակը պարկող մարդկանց համար վերանորոգված չի, բայց մեր համար վերանորոգված է։ Պարզա վերանորոգված է։ Պատերազմի օրվանից մինչև առ այսօր կորոնավիրուսի ծանր վախտը, որ պատերազմն էլ հետը եկավ միացավ կորոնավիրուսին։ Այդ վախտվանից մինչև առ այսօր դուք ճամփա եք փագում այդ թեժ օրերին, մի տեղից զոհված զինվորային բերեմ, մի տողից բանը կորոնավիրուսով մարդիկ են բերեմ, ճանապարհները փակում եք, ասում եք բանա, ցույց են կանում։ Ինչ ցույց եք անում։ Ինչ ցույց եք անում պատերազմի օրերին։ Հելնեք եթե այդ պատերազմի դաշտում կայնեք 18 տարեկան երեխու տեղը, այս ստատուս գրող 60 տարեկան դիշով կեք, որ Քոչարյանի շվակի տակ փողերով ապրում եք։ Փողերով։ Այսօր ամբողջ Facebook-ը ժողովուրդ ջան ողողել էին իմ նկարով։ Ինձ պարկացրել էին դագաղի մեջ, այնտեղ որտեղ որ ես ընդհանրապես չեմ պարկելու։ Բացարձակ, ես 190 տարի պիտի ապրեմ, ես այդ ժամանակ եմ պրծնում իմ ապառիկներից, այդքան էլ պիտի ապրեմ, ինձ պարկացրել էին դագաղի մեջ ու տարածել, երևի Սփյուռքում ես 1000-ից մի հատ լսարանի մեջ պակաս մարտելացնի, որ նկատած չլնի, էդի հանգարց ինձի ուղարկած չլնի կամ էլ գցած չլնի, լացնելով զանգած չլնի։ Ձեզ, ասենք, դուք ինչ եք անում, դուք ինչ եկել է, ինչ իշխանությունից գնացել եք, ձեզի քշել են իշխանությունից, ձեր միակ ծառավն է նա մահ, դուք մահ եք տենչում, դուք այս ամեն ինչը միշտ էլ տենչացել եք, նես չի, այս պատերազմը, որ եղավ ձեր տենչալու արդյունքներ, այս պատերազմը, որ եղավ ձեր կոսպեկտավորածներ, այս ամեն ինչը ձեր արածն է, ամեն ինչը, ես մեկին չեմ պաշտպանում, մեկին էլ սրբացնում, մեկին է գցում, ուղղակի դուք այդ տեսակ խեղաթուրված համակարգ եք, ձեզանից, ուղղակիորեն էլ վախենալ պետք չի, ժողովուրդ ջան, ես եմ ձեզ ասում, փաստացի ապացույցներով, ամեն կիրակի ապացուցվում է, սրանք սքոսրայի են հաստ մոմերից են, բայց արդեն մեջը թել չկա, մնացել է մոմը մենակ, սրանք մարել են, ժողովուրդ, սրանք էլ ուժ չունեն պայքարելու, հասկանում ես, սրանց այս տեսակը ավիրվել է արդեն, փլուզվել է, սրանք էլ ստի ուժ չունեն, կեղծիքի ուժ չունեն, ֆիզիկապես, ֆինանսապես բնաջնջված են, բնաջնջված, սրանց դեմ ուղարկի, էլ ավելի կոսպեկտավորված պետք է մարդ պատրաստվի, այն գրագետ հասարակությունը, այն հայասեր, հայամետ հասարակության մասին է խոսքը, որ մտածում է այս երկրում ոչ թե իրա մասին մենակ, այ իրա վաղվա օրվա մասին, իրա գալիք տարիների մասին, իրա թոռու ծոռի մասին, այդ սերնդին է վերաբերվում, որ էլ ավելի համարձակ ու կայուն պետք է կանգնեն մարդիկ իրար կողքի, որպեսզի կոսպեկտավորված վերացնեն։ Այս քո էջմիածնի այդ քո ձևով, քո հայվան ձևով ու քո այդ հայվան հավաքատեղիով, որ ինքնահաստատվել ես, որ հեսա պիտի անցնես, դա քո խնդիրն է, անցի։ Մենք անցած տեղից էլ ենք վերցնում ու շպրտում ԱԱՑ-ի պատվալները։ Անցնեք, չանցնեք, ձեր ծնված օրվանից ես բերնով, որ կուրս կեք կերե, հետևով էլ կեղտոտել եք։ Բերնից մինչև հետև դուք հարամված ու կեղտոտված տեսականիներ եք։ Անցնելուց հետո էլա ձեր կյանքում դատական շրջանը անավարտ, չանցնելուց հետո էլա ձեր մոտ դատական պրոցեսն անավարտ։ Ես մտածելու ընդհանրապես բան չունեմ։ Ձեր նման խեղաթուրվածները ԱԱՑ-ի պատվալում իրար են մխիթարում։ Կեսը քահանայի կեղծ վերնաշապիկով են ֆարաջայով։ Հալալ կեսն էլ կեղծ պաշտոնի գլբանով, փողկապով։ Ձեզանից ընդհանրապես վախենալու բացարձակապես բան չեմ գտնում։ Ես ուղարկի ապշած եմ, իսկ հիմա անդրադառնամ Թալինին, ժողովուրդ ջան։ Ուղարկիորեն,
Ես խոնարհվում եմ Թալինի այն հասարակության առաջ, ովքեր որ կանգնած էին ամբողջ Թալինով, ոնց որ բերդ պարելուց լնեին, այնքան ամուր էին կանգնած իրանց Թալինի հողու ջրի մեջ, այնքան ամուր էին կանգնած, ոնց որ երեխան չգիտեմ ոնց կոսպեկտավորեմ այդ բառը, որ լսելի լինի, հասանելի լինի բոլորին։ Ես ուղղակի հիացած եմ Թալինի հասարակությունից։ Այդտեղ եւս մեկ անգամ ասեմ, այդ ամբողջ այդ հասարակությունը հասարակություն չէր։ Էդի հայ ազգի հպարտություններ մի հատ, էդի համախմբված մի հատ մեծ օղակ էր, որ դրա մեջ հակա ոչինչ չկար, ոչ մի քաղաքական հայացք չկար։ Ուղղակիորեն այդ մարդիկ այս իշխանության հետ համամիտ մարդիկ էին, այդ մարդիկ, իսկ այն մարդիկ, ով որ այս իշխանությունից դուրս, այս իշխանության կողքը կանգնած մարդկանց սոց ցանցերով ուզում են խայտարակեն, հրապարակեն, դրանք ընդհանրապես մեր աշկին չէ։ Նայ, ինձ մերցնում եք, ինձ սարքում եք S, N, մի կնիկ ինձ գրել է անբարոյական։ Ես այնքան ուրախ եմ քո համար, որ դու ինձնից անբարոյական ես եղել, տիկին ջան։ Էշ մարդդ քնած այլ է, դու էլ հետևիցս եկել ես, բերանդ էլ բաց ես թողել, ես էլ մտել եմ մեջը անբարոյականություն եմ արել։ Ոչ մի խնդիր, բացարձակ, ոչ մի խնդիր, ինչ կուզեք գրեք, ջնջեք, խեղաթուրեք։ Ես են Ռուստամ Ավակյանն եմ, որ ուր եթում եմ, մի սենց ամբող հավաքվում է վրես ու ասում Ռուստամ ջան, մեռնեմ ջանիդ, մեռնեմ կյանքիդ, ցավդ տանեմ, եթանք մեր տուն, մի հատ պաչեմ քեզ, մի հատ նկարվեմ քեզ։ Այդ ձեր գրած Աննամ Սերրավնոյա, այն ամենակարևոր Աստծո տված մարդիկ տեսել են պատերազմի օրվանից, հեղափոխության օրվանից մինչև առեսօր Ռուստամի վեր ու դիրը տեսել են, բառից բուն իմաստով տեսել են։ Ես գնահատված եմ, իմ փայ Աստծո կողմն եմ գնահատված, իմ եկեղեցում էլ տեղ ունեմ, իմ խորանի առաջ խոնարհվելու էլ տեղ ունեմ, իմ երկրի վարչապետի մոտ էլ տեղ ունեմ, իմ հայրենասեր հայի մոտ էլ տեղ ունեմ, իմ թասբով զինվորի մոտ էլ տեղ ունեմ։ Իսկ այն համակարգը, որ ծանր է տանում իմ քայլերը դեպի այս իշխանությունը, դեպի հայ զինվորը, դեպի սոցիալապես անապահովը, ես այդ համակարգին ընդհանրապես նկատելու, սնուցելու, ջրելու, որպես տավար տեղը փոխելու ընդհանրապես նպատակ չունեմ, ոչ էլ պլաններ ունեմ, իրանք չկան, գոյություն չունեն։ Իսկ ինչ մնում է լուծարված քահանայի հետ կապված այդ ինտերվյուն, որ ես տվեցի Թալինի կենտրոնում, ես եւս մեկ անգամ անդրադառնամ դրան։ Նախ կներեք մի հատ ջուր վերցնեմ, ներողություն եմ խնդրում։ Ես հիմա եւս մեկ անգամ ներողություն, ես անդրադառնամ ուրեմն Թալինում տեղի ունեցած Թալին մեդիա լրատվականին տված իմ ինտերվյուի մեջ, ինտերվյուի հետ կապված, նայեք, որ ասում են քահանան կարգալուց եղած է, ով է կարգալուց է քահանային, ես ուզում եմ իմանամ, ես այդ հարցը եւս մեկ անգամ տվել եմ եւ բազմիցս անգամներ տվել եմ, ուրեմն եթե քահանան կարգալուց է լինում, Էշմիածնի սուրբ տաճարը բռնագանձած, մեջի գանձերն անգամ սեփական շահերի համար օգտագործած քահանայի շնորհիվ, ուրեմն փառք տվեք Աստծուն եւ հալալ այդ քահանային, որ այս տեսակ քահանաներին կարգալուց արե, որովհետեւ իր նման սրբապիղծի շվակից պետք է իսկական քահանան դուրս գա, իր նման անբարոյականի շվակից պետք է հովանի ներքո չաշխատի նորմալ քահանան, այն քահանան, որ մտնում է Աստծո տաճար, պետք է Էջմիածնի սուրբ տաճարում նստած սատանեկի շվակից դուրս գա երեխեք, բացարձակապես ժողովուրդ ջան, կապ պետքա չունենա նորմալ քահանան, սարկավակը, դպիրը պետքա կապ չունենա Էջմիածնի, սուրբ Էջմիածնի տաճարում գտնվող պղծված համակարգի հետ, իսկական քահանան պետքա լինի Աստծո տանը, լսի Աստծո խոսքը, հաղորդակցվի մարդկանց Աստծո հետ, ոչ թե Էջմիածնի, ինչ է, թաղացի անուն, ինչ է, մոռաց այդ ոչխարի ծնունդի անուն է,
Այդ քերագին կնքողներից պետք է հեռու լինի իսկական քահանան։ Եթե դու գնում եք եկեղեցի, ժողովուրդ ջան, երբեք ու երբեք չմտածեք, որ քահանան կարկալուց եղած է։ Ինչ են արել, ես եւս մեկ անգամ այդ հարցը տվել եմ։ Շպախլով քերել են քահանայի վրից անել են Մերոնը, չէ, չեն կարեցի անեն։ Թուղթ բերել են Վատիկանից, որ քահանան կարկալուց եղածա, ոչ չեն արել։ Անկամ Վատիկանում իրանց պրիզնատ չեն գալի, իրանց ժարգոնով ասված, իրանց պրիզնատ չեն գալի, ինչն է խնդիրը։ Քահանան ասում մարդ է, այդ մարդը ավարտել է ջեմարանը, անցել է քահանայի այդ ծառայությանը, ստացել է այդ կնունքը, այդ մերոնը ստացել է, չէ, օծվել է ինքը դրանով։ Բրծավ գնաց, խնդիրը ո՞րն է։ Խնդիրը ո՞րն է։ Անպայման պետք է գնա Էշմիածնի սուրբ տաճարը պղծող համակարգի հետ նստի նիստի, գնա դրանց հետ ջերմոցներ ստեղծի իր համար, անձնական կյանքը կարգավորի, սաունաներ գնա, ստրիպտիզ կլուբ գնա, արտերկրում գնա համասեռամոլ տղաների հետ քաշ գա, նոր համարվի, որ կարգալուց եղած քահանա չի։ Մի բան էլ հպարտացեք, որ մեր գրագետ գիտելիքներով լի քահանաները Աստծո տված մարդիկ են, որ այն մարդիկ են Աստծո տված մարդիկ են քահանաները, որոնք Էշմիածնի սուրբ տաճարը բռնագանձած սրբապիղծների շվակից դուրս են եկել։ Նրանց հովանի ներքո չեն գտնվում։ Եվ շատ լավ է, բոլոր եկեղեցիները գնալու ենք, բոլոր եկեղեցիներում հայ քրիստոնյա մարդը ընդունված է, դռները բաց է, քահանան էլ պատրաստ է պատարագ մատուցի։ Իսկ դուք Էջմիածնի սուրբ տաճարում նստած ռոբերտասերժական բանդալիզմից առաջացած բանդա, աշխատեք կարգալուց անեք ու ամեն կարգալուց անելուց, ամեն եկեղեցու ծառային կարգալուց անելուց ձեր մոտ նշեք 1, 2, 3, 4, 5, 6, 6-ը կդառնա 60 ու դուք այդտեղ կմնաք մենակ կարգալուց անող պեչատը ու կարգալուց անող Աստծո կողմից կարգալուց եղած սրբապիղծը, որը զբաղացնում է Աստծո ամենակարևոր տաճարներից մեկը, որը որ Սուրբ Էշմիածինն է, ու այդ կարգալուց եղած ամբողը իր հետ կանգնած հպարտ քրիստոնյա հասարակության հետ քալ երթով կգա Էշմիածնի Սուրբ տաճարը ազատելու այդ հրեշներից, ազատելու այդ բանդայից, ազատելու այդ ռոբերտասերժական կլանից, ազատելու ոչ թե Աստծուն ծառայող համակարգից, այլ ռոբերտասերժական կլանին ծառայող այդ խայտարակությունից, ազատելու այն քահանաներին ոչ թե մոմեն վառում երկրի խաղաղության համար, Աստծու հետ հաղորդակցվելու համար, այլ մոմեն վառում, որ Հայաստանում մի բարերալ եկեղեցի սարքի, իրան գնան $50,000 օծեն, այդ տեսակ սատանաներից ազատվելու է հայ քրիստոնյա ժողովրդի այն տաճարները, որոնք որ կառուցել ու կերտել են մեր ապուպապերը, ազատվելու է ժողովուրդ ջան։ Իսկ այն անգրագետ համակարգը կլինի Արցախից եկած, կլինի տեղի թուրք, որ ռոբերտասերժական կլանի հետևից տերտերի ֆարաջի տակը նամուսով կնգա դեր տանելով եկեղեցին ապղծում, այդ ամենի հախից գալու ենք մենք, մեր իշխանությունը, մեր քրիստոնյա ժողովուրդը։ Այդքանը լավ կհիշեք բոլորդ, մենք քրիստոնյա ժողովուրդով, մենք ազատելու ենք, ազատագրելու ենք բռնագանձված, գերեվարված մեր Էջմիածինը, մեր Էջմիածնի սուրբ տաճարը ներկապային գերեվարված է, սրբապիղծների կողմից գերեվարված եւ բռնության է ենթարկվում այնտեղ մեր քրիստոնյա ժողովրդի ունեցած հավատքն ու հարգանքը դեպի եկեղեցին, դեպի Աստված։ Խեղաթուրվում է այդ process-ը ժողովուրդ։ Ես կոչ եմ անում բոլորին, խնդրում եմ, աղաչում եմ, մի ամուր ուժերով կանգնեք եկեղեցիների կողքին։ Մեր եկեղեցին գերեվարված է ներսի թուրքի ձեռքով, գերեվարված է նախկին իշխանությունների բարձր հովանի ներքո, ոչ քրիստոնյա այդ սրբապիղծներին լցվել են եկեղեցին, հագել սև ֆարաջ են, մեր խաչը կախևզներին, խաչից հետ պղծում են իրանք, մեր եկեղեցին գերեվարված է ժողովուրդ, մեր եկեղեցին պետք է ազատվի, պետք է ազատվի դրանցից ու կազատվի, ես ձեզ խոսք եմ տալիս, անպայման կազատվի։ Մտնում ես Facebook-ը, այդ եկեղեցի գնաց հողները, այդ Սուրբ Էջմիածնի պղծված քահանայի պղծված պոռնիկները, որ գնում են ընդեղ,
Դրանք պորնիկների ամբողջ են, այնտեղ նորմալ կին չկա, դժվար նորմալ կինը գնա քերագին լողացնողի քարոզը լսի, ես չեմ պատկերացնում ելույթն էլ հետը կամ պատարակը, ես դրանց ճիշտ չեմ ընդունում։ Այսօր մեկը ինձ գրել է, այդքան լավ խոսում ես, խի չես խոսում Արցախի պատկան մարմիններից, որոնք գերեվարված են, ուրեմն մեռնեմ այն օրվանը, որ Արցախի պատկան մարմիններին լայվով կբռնաբարեն ուղիղ եթերով ու Հայաստանում գերեվարված զինվորի ծնողը կտենա, սիրտը կհովանա, ինձ ձեր Արցախի պատկան մարմինները բացարձակապես չեն հետաքրքրում, ձեր Արցախի պատկան մարմինները մեր համար միակ բանը, որ կերտել են, սարքել են, դա թանգարանն է, որը գտնվում է Երևանում, թանգարան, սովորական թանգարան չի, եռաբլուրն է, մեր եռաբլուրը, այդ թանգարանը, այդ թանկ տղերքին, որ տարել են, լցել են, այդ սև հողին խառնել են, սարքել են թանգարան, այդ ձեր Արցախի պատկան մարմինների շնորհքն է, ձեր Արցախի պատկան մարմինները, որ ստեղի պատկան պոռնիկների հետ 36 տարի կոսպեկտավորած երգիրն ապականեցին, երեխեքին խառնեցին սև հողին, այդ կարմիր արունն էլ սարքեցին իրանց թալանի կապուտ կնիքը ու հաստատեցին իրանց գողացածը մեր երեխեքի արյան գնով պետական գույքը սեփականացրեցին մեր երեխեքի արյան գնով կոսպեկտավորեցին պատերազմ Արցախը ծախելու process փաթաթեցին Փաշինյանի վզին ու գոգին քաշվեցին գրախ իրանք երբեք հետ գալու իմաստ չկա, ես բացարձակ իմաստ չեմ գտնում, եթե կա հետ գալու process, որ կանի Փաշինյանը, կանի էս պետությունը, թե Աստված կհասնի էս ազգին, թող իմ գերեվարված երիտասարդ տղերքը հետ գան, այն անմեղ հասարակությունը, Արցախի այդ պատկան մարմինները թող հավերժ մնան ընդե, մեր կողմից որպես ղսմատ իրանց, բացարձակապես իմ համար արժեք չունեն, եթե Արցախից էլի պատկան մարմիններ կան, որ այս օղակների հետ, ստեղի ներքին նախկին օղակների հետ կոսպեկտավորել են այս պատերազմը, պաժալուստա, կարանք դրանց էլ ուղարկենք Բաքվա բանտեր, ինձ պետք են իմ այն անմեղ երեխեքը, մի օր մեկը այդ Արցախի պատկան մարմիններին ձերբակալելուց հետո բանա Բաքու ուղարկելուց հետո նենց պարելով հելակ գնացիք մեռածներ ոնց որ բանա ես Խոպանից գալիս էի Հայաստան այդտենց գնացիք որովհետև դուք գիտեք ձեր ռուսամետ պապան որ տորթ է կդրում առաջին Պուտին կոչեցյալը ձեզ պտի տանի չերեզնդեով ֆրցնի բերի Մոսկվայով հետ բերի բան Հայաստան այն էլ ձեր բենզինը ճամփին պրծավ Թուրքիա էլ մնացիք ձեզ համապատասխան տեղա թուրքը Թուրքիայում տի ապրի հայն էլ Հայաստանում ինձ ձեր Արցախի պատկան մարմինները բացարձակ չեն հետաքրքրում կանան դրանց մարմինները սպրտեն ցեզրի պես հետ ուղարկեն արժեք չունի բացարձակ ինչ այդ բջերը գնացել են Բաքու հետ չեն եկել այդ օրվանից մինչև առեսօր հələ չեմ տեսել 10 քանի ջանդակը որ գերեվարված են իբր թե Արցախի բանդերում հələ չեմ տեսել դրանից Ընկոմ մինչև առեսօր մեկը խոսա մեր են երիտասարդ տղերքից, որոնք Արցախ բանի, Բաքվա բանդերում փտեցին ու ավիրվեցին։ Մեկը չի խոսում այդ երեխեքից։ Ես թքած ունեմ այդ ջանդակների վրա։ Ինձ պետք են անմեղ երեխեքը, որոնք չկան։ Եթե մտածում եք ձեր 12 Արցախի նախագահ իմ Գևոր Շուջանի, իմ Հրանտի, իմ Հակոբի, իմ Արմեն Գևորքյանի տեղը կտան, չարաճար սխալվում եք։ Սկի մեկի եղունգն էլ չարժեն այդ կանը։ Այդ դիշովկեկի ամբողը։ Այսօր որ Հայաստանի Հանրապետության 99% սքաշաղաղմերեր են սև կասինկեկով ու սև ազգես դարած այդ Արցախի 12-13 տականքների կոսպեկտավորնալացնա ստեղի ներսի թուրքի հետ ստեղի քահանայի հետ ստեղի հայ մեծ սուրբի հետ իմ դարդը թողեմ խալխինը լացեմ Մինչև երբ ապու պապս ծնված օրից Արցախ են լացել, չունեմ լացելու ես Արցախի համար, չունեմ բացարձակապես։ Ես ատելությամբ լծված չեմ, ատելությունն էլ չեմ սերմ բանանում շախ տալի, բայց ես իմն եմ ուզում, դուք ձեր 60-70 տարեկան թալանչիներին եք ուզում, որ նրանք այսօր ստեղ մայրոտներում ու չգիտեմ բանում Այդ անտեր ամենաթանկանոց հյուրանոցներում ու գրողի ծոցերում, հյուսիսային պողոտաներում, վաղագնի տաղամասներում պապենական ապահոված ապրում են Արցախից եկած ձեր պատկան մարմինների ընտանիքները, բայց իմ սքաշաղախ
Գերիների երեխեքը որփացած սկի հասարակության 90%-ը չի ճանաչում, քանի գերի ունի, քանի որփացած ընտանիք ունի, քանի ավիրված մեր ունի, որ երեխու նկարը չգիտի, դնի տան մեջտեղը լացի վրեն, թե հանգարց մի օր երեխեն տուն կգա, այդ երեխեքն են ինձ պետք, ինձ ձեր Արցախի պատկան մարմինները, այդ հայվանների ամբոխը, այդ ոչխարների սուրուն, որ բռալով եկավ լցվեց Հայաստան, Հայաստանը քանդեց հիմքից տարավ Արցախը, հիմնահատակ սարքեց, շենացրեց, տվեց Թուրքին, Արցախցուն էլ բերեց դրեց հայի գիրկը քաշվեց գրախ, ինձ այդ Արցախցին հետաքրքիր չի, բացարձակապես, ինձ պետք է իմ են երիտասարդ տղերքը, են ջայել ու թանկ տղերքը, որ այսօր գնացին ու ոչ խերները կա, ոչ խաբարը կա, այդ կարմիր խաչ ասված համակարգներ քանդեցին, էլ ընդհանրապես այդ ծնողը կապ չունի այդ երեխեքի հետ, բացարձակապես, բերեք մենք մեր դարդը լացենք, ոչ թե Արցախի 60-նանց քոթուկների դարդը, ինձ բացարձակ այդ քոթուկները չեն հետաքրքրում, թող փդեն Արցախի բանտերում, մեռնեմ են օրվանը, որ դրանց լայվով կգլխատեն, որ մարդիկ տենան, որ իմանան, իրան գլխատեցին Հայաստանի Հանրապետությունում, 18 տարեկան, 10,000 սերունդ, 10,000 հոգու գլուխ կերան իրանք, 10,000, որի գլուխներ չկերան քորութոպալ սարքին լցրեցին հիվանդանոցները, այս անի ավեր դադարք սոված պետությունը չգիտի, թալանչի, սովից կուշփորով փախած թե սոված հայտնված Արցախցուն ջանդակը 50,000 տա, սրան պահի, հաշվանդամին պահի, զոհվածի ծնողի երեսին նայի, չգիտի ինչ անի, բայց էլի այդքանի տակից դուրսա կարում գա, հլը դժգոհեք, ինչ եք ուզում, Աստծուց կրակեք ուզում, թափի վրներդ պրսնեք, թե ուրիշ բան եք ուզում, ես ուղարկե ապշում եմ, մի հատ կապուտ շորերով պորնիկ կնիկ էշմիածնից, հելելա սենց անեմ, թող վերանա Նիկոլը, որ շենանա Հայաստանս, ասպաստատուն հասնեց տենաստանը մարդ չկա, սաղ վերացել են, արա հայ մերը, այ պարվա պորնիկ, հայ կնիգը, անեցք չի անի, ձեր տված անեցքների պատասխանը անմեղ երեխեքի պնչերով դուրս եկավ, սաղ կյանք իրար անծեցիք, սաղ կյանք, Թուրքի հետ չեմ բարշի, թուրքի ցորենը պտի չմտնի Հայաստան, սաղի շորերը թուրքականա, սաղինս, պատրիատ, սաղ աշտարագի շուկան էթմա Թուրքիա, գորիսից էթմեն Թուրքիա, սաղ Հայաստան էթմա Թուրքիա, սաղ վայբերիսի քրչերը սաղ Թուրքիայիցա, թեմոյի քրչերը սաղ Թուրքիայիցա, ինչ ուզես Թուրքիայիցա, մենակ պետությանը չի կարելի, պատկան մարմինին, Թուրքիայի պաշտոնի բանի, պետական համակարգի հետ խոսա, մենակ իրան չի կարելի փաստորեն, բոլորին կարելի է, ուրեմն դուք զենքով աղքատեք, զինամթերքով աղքատեք, ժողովրդի քանակով աղքատեք, որակի մասին չեմ խոսում, ողբան վիճակա, մեր ժողովրդի որակի մասին խոսալու պրոցեսը, որտեղ շահ ընդե մահ, որտեղ մահ ընդե շահ, դուք այս տեսակ համակարգեք, այս տեսակ, ձեզանից ձեր վրա հույս տնելու չի, բացարձակ, դուք զենք չունեք, զինամթերք չունեք, կայուն պետություն չունեք, հզոր բանակ չունեք, Թուրքիան ամեն ինչ ունի, դուք ամեն տարի ասում եք մենք կկռվենք, ասում են են մարդիկ, ում երեխեքը որ Ամերիկաներում ու Եվրոպաներում պահկված են իրաց մամաներն էս թե ուղարկած փողով ապրում են, կկռվենք, տանում են այս անմեղ երեխեքին կոտորում են, իրանք դառնում են հպարտ հայրենասեր, ուրեմն որ չունեք, խաղաղության պայմանագրի հետ էլ համակերպեք, դարերով այդ թշնամանքը մենակ բերելու է, այսպես դարերով ավելացած երաբլուրն էր մեզ, մեր մոտ հաղթանակ չկա, մենք 10 հոգով չենք կարող մի հատ տերտերի դեմ, պղծմա եկեղեցիները, մենք այդքան թուլ ենք, մենք կարանք հաղթենք Թուրքիային, մենք չենք կարող հաղթենք Թուրքիային, մենք ոնց կհաղթենք Թուրքիային, եթե մենք այդում ենք գորիս կռիվ, մեր հետևից գալիս է Վանեցյանը, մեր հետևից գալիս է Դոդի Գագոն, ոչ թե օգնելու այդ process-ը խեղաթյուրելու, մեր մեջի 96%-ը ծախող համակարգ է, տակը մնում է 4%, դրա համար այդ խաղաղության պայմանագրի հետ էլ համակերպվեք, խաղաղության հետ էլ համակերպվեք, չեն ասում գնացեք Ալիևի մսկիթում չայ խմեք, բայց այդ դարերով թշնամանքը հերիքա պատնոսով մատուցեք, դուք մեզ, մենք մեր երեխեքին, մեր երեխեքի իրանց երեխեքին ուտենք շարունակ, խաղաղության պայմանագիրը հայի փրկությունն է, եթե գիտակից հայ ես իարգե, խաղաղության պայմանագիրը դա հայի փրկությունն է, այդ ատելությունը դարերով սերմանելու փոխարեն, բերեք սերմանեք խաղաղություն,
Ուրիշ ոչ մի բան, որ Հայաստանում էլ մեծանա մի հատ սերունդ, ունենա մանկություն։ Էս ինչա։ Մենակ թշնամանք ես լսում, մենակ ատելություն, մենակ փոխադարձ հարված, չի կարելի, ուղղակիորեն չի կարելի, կա բաներ, որ չի կարելի։ Այսքանը լավ մնացեք ժողովուրդ ջան։ Բարի գիշեր բոլորիդ։